Կան մարդիկ, ովքեր շփվելու ժամանակ ունենում են վախեր, որովհետև նախկինում իրենք ունեցել են փորձառություն, որ մտերմության ժամանակ իրենց դավաճանել են, խաբել են, որտեղ ցանկացած մտերմություն, հարաբերություն դա ենթադրում է անկեղծություն, նվիրվածություն, հա, այդ մտերմության մակարդակում լիքը բաներ են տեղի ունենում եւ մարդկանց դավաճանել են, խաբել են, վերցրել են իրենց ինֆորմացիան, տարածել են, ճիշտ չեն հասկացել, ծաղրել են եւ մարդը ունենալով իր մտքում այդ հիշողությունը, այդ բացասական փորձառությունը մտածում է, որ ավելի լավ է ես հեռու մնամ ընկերներից, հեռու մնամ մտերմությունից, քան այդ փորձը իմ կյանքում նորից կրկնվի, հա, ես մոտ թողեմ մարդկանց, վստահեմ, անկեղծանամ ու հետո իրանք կոպիտ ասած ինձ քաշեն։ Կամ գուցե անձը մտածում է, որ ինքը այդքան էլ հետաքրքիր մեկը չի, ասելիք չունի եւ եթե ինքը մեկի հետ մտերմանա, շփվի, անկեղծանա, հանկարծ կբացահայտվի, օրինակ ես հենց հիմա մտքիս մեջ հիշեցի իմ այդ տղա այցելուին, որ ինքը անդադ մտածում էր, որ ես վախենում եմ, եթե հանկարծ շատ մտերմանամ մեկի հետ, իրանք ոնց որ կհասկանան, որ ես այդքան էլ խելացի չեմ, կհասկանան, որ ես այդքան էլ լավը չեմ, կամ իմ մեջ կբացահայտեն ինչ-որ անձնային գծեր, որից կհիասթափվեն։ Իհարկե, հետո թերապևտիկ աշխատանքից հետո լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ, ինքը հասկացավ, որ ինչքան մարդկանց հետ մտերմանում է, հակառակը ինքն է բացահայտում, թե մարդիկ ինչքան սահմանափակ, ինչքան տգետ, ինչքան անանան կարող են լինել եւ հասկացավ, թե ինքը ինչքան մեծ տիտղոսներ էր վերագրել մարդկանց, կարծելով, որ մարդիկ այսպես չգիտեմ, ինչ որ խելացի, խորը, վերլուծող, հասուն անձեր են ու հանկարծ եթե իր հետ շփվեն, կբացահայտեն իր անլիարժեքությունները եւ վատ բան կստացվի, բայց այո, լինում են դեպքեր, որ մարդը հենց ունենում է այս վախերը, որ եթե ես մեկի հետ պետք է մտերիմ լինեմ եւ շփվեմ, հանկարծ իրանք կբացահայտեն, որ ես ձանձրալի եմ, որ ես հիմար եմ, որ ես ասելու ոչինչ չունեմ, որ ես լիքը բան չգիտեմ, որ ես շատ վատ անձնային գծեր ունեմ, կամ այսպես, կամ ուղղակի անձը գուցե իր կյանքում չի ունեցել ընտանեկան այդ ջերմությունը, մտերմությունը, ընտանիքի ներսում ինքը ծանոթ չի այդ մտերմությանը, ձևը անգամ չգիտի եւ երբ որ ստեղծվում է իրավիճակ, որ ինքը պետք է խոսի, մտերմանա, իրեն մարդկանց մոտ թողի, անկեղծանա, սկսում է կակազել, քրտնել, սիրտը սկսում է խփել, գլխապտույտ է ունենում եւ ընդհատվում է զրույցը, հա, այդպիսի այցելու էլ ունեի սոցիալական շատ վախերով, որ անգամ եթե ինքը փողոցում քայլում էր եւ ինչ որ մեկի հայացքը իրեն ընկներ, նորից ինքը զգում էր այս կոկորտի հատվածում այդ ճնշումները, եթե հանկարծ նույնիսկ ստացվեր այնպես որ խանութում կամ փողոցում ինչ որ անցորդ իրան հարց տալ, սկսում էր խեղդվել, չէր կարողանում խոսել, որտեվ այդ վախերը հիմքում եղած իրեն խոչընդոտում էին։ Այսինքն եկեք նորից մի պահ փորձենք այդ ինքնարեֆլեքսիայի միջոցով հասկանալ մեր պարագան որն է։ Արդյոք մենք խուսափում ենք մտերմությունից, որովհետև ունենք վախեր, որովհետև ունենք տագնապայնություն, ունենք հմտության պակաս, թե ինչպես այդ շփումը ստեղծել, ինչպես այդ մտերմությունը վարել, պահել, թե պարզապես իսկապես դուք բացահայտել եք, որ դուք մենակ եք ու ձեզ ձեր հետ լավ է։